Իվան թագավորազնի, հրեղեն հավքի ու գորշ գայլի հեքիաթը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ինչ որ մի թագավորության, ինչ որ մի տերությունում մի թագավոր է լինում, անունը Վիսլավ Անդրոնովիչ։ Սա ունենում է 3 տղա, առաջինը Դմիտրի, երկրորդը Վասիլի, երրորդը Իվան։ Էս Վիսլավ Անդրոնովիչ թագավորը այնպիսի հարուստ այգի է ունենում, որ նմանը ոչ մի երկրում չի լինում։ Այդ այգում տեսակ պտղավոր ու անպտուղ ծառեր էին աճում, դրանց մեջ էլ թագավորի սիրած խնձորենին, ոսկի խնձորներով։ Բայց արի տես, որ այգու տեղը սովորել էր ոսկե փետուրներով, արևելյան բյուրեղ աչքերով հրեղեն հավքը։ Ամեն գիշեր գալիս էր այգի, իջնում Վիսլավ թագավորի սիրած ծառին, ոսկե խնձորները պոկում ու նորից թռչում։ Վիսլավ Անդրոնովիչը շատ էր ափսոսում, որ հրեղեն հավքը խնձորները տանում է։ Դրա համար էլ մի օր կանչում է 3 տղաներին ու ասում. «Տղերք ջան, ձեզնից ով կարող է հրեղեն հավքին բռնել, ով կենդանի բռնեց, քանի դեռ կամ թագավորությանս կեսը կտամ, մահիցս հետո ամբողջը»։ «Ողորմած թագավոր հայրիկ, ձերդ թագավորական մեծություն, մենք մեծ ուրախությամբ ամեն ինչ կանենք, որ հրեղեն հավքը կենդանի բռնենք»։ Առաջին գիշերը այգում պահակ կանգնեց Դմիտրին, նստեց հենց այն խնձորենու տակ, որից հրեղեն հավքը խնձոր էր տանում։ Քնեց ու չլսեց էլ, թե հրեղեն հավքը ոնց եկավ ու խնձորների մեծ մասը պոկոտեց։ Առավոտը Վիսլավ Անդրոնովիչը կանչեց Դմիտրի որդուն և հարցրեց. «Տղա ջան, հրեղեն հավքին տեսա՞ր, թե չէ»։ Մեծ տղան հորը պատասխանեց, թե «Ողորմած թագավոր հայրիկ, չեմ տեսել, էս գիշեր հավքը չի եկել»։ Երկրորդ գիշերը պահակության գնաց միջնեկը Վասիլին։ Գնաց այդ խնձորենու տակ նստեց, մի ժամ, 2 ժամ, քունը տարավ ու քնեց։ Չլսեց էլ, թե հրեղեն հավքը ոնց վեր եկավ, ոնց խնձորները կծահարեց։ Առավոտը Վիսլավ թագավորը սրան էլ կանչեց ու հարցրեց. «Տղա, հրեղեն հավքին տեսա՞ր, թե չէ»։ «Ողորմած թագավոր հայրիկ, չտեսա, էս գիշեր հավք չի երևացել»։ Երրորդ գիշերը այգին հսկելու գնաց արքայազն Իվանը։ Խնձորենու տակ մի ժամ նստեց, 2, 3, մեկ էլ ամբողջ այգին այնպես լուսավորվեց, ոնց որ 1000 կրակներ վառես։ Հրեղեն հավքը թռավ, խնձորենու վրա իջավ ու սկսեց խնձոր պոկոտել։ Արքայազն Իվանը գաղտագողի մոտեցավ հավքին ու ձեռքը գցեց պոչից բռնեց, բայց չկարողացավ պահել։ Հրեղեն հավքը պոկ եկավ ու թռավ գնաց։ Իվանի ձեռքին միայն մի փետուր մնաց պոչից, որից պինդ բռնել էր։ Առավոտը Վիսլավ թագավորը հենց քնից արթնացավ, արքայազն Իվանը մոտը գնաց, հրեղեն հավքի փետուրը տվեց հորը։ Վիսլավ թագավորը շատ էր ուրախացել, որ փոքր որդին գոնե կարողացել էր հրեղեն հավքից մի փետուր ձեռք գցել։ Փետուրն էլ հո այնքան հրաշալի ու այնքան լուսավոր էր, որ եթե մի մութ սենյակ տանեիր, այնպես կփայլեր, որ կասեիր 1000 մոմ է վառած։ Վիսլավ թագավորը փետուրը դրեց իր ճեմասրահում ու որպես մի թանկագին մասունք պահեց։ Այդ օրվանից հրեղեն հավքը էլ այգի չեկավ։ Վիսլավ թագավորը նորից կանչեց իր որդիներին ու ասաց. «Իմ սիրելի որդիներ,
Ես ձեզ բարեմաղթում եմ, որ գնաք հրեղեն հավքը գտնեք ու կենդանի էստեղ բերեք։ Ինչ էլ որ նախորոք խոստացել եմ, էն էլ նրան կտամ, ով հրեղեն հավքը բերի։ Իսկ Դմիտրին ու Վասիլին վրեժ ունեն իրենց փոքր աղբոր դեմ, թե ինչի նրան հաջողվել է հրեղեն հավքի պոչից մի փետուր քաշել։ Հոր օրհնանքն առնում են ու երկուսով ճամփա են ընկնում հրեղեն հավքին գտնելու։ Իվանն ինքն էլ է ուզում գնա ու հորից օրհնանք է խնդրում։ Վիսլավ թագավորը նրան ասում է. «Սիրելի զավակս, դու դեռ ջահել ես, այդ տեսակ երկար ու դժվար ճամփի սովոր չես, ինչի ես ինձանից հեռանում։ Առանցեն էլ աղբերներդ գնացել են, բա որ դու էլ գնաս ու երեքդ էլ երկար ժամանակ չվերադառնաք։ Ես էլ արդեն ծերացել ու Աստծու ողորմածությամբ եմ ապրում։ Թե որ բան է ձեր գնացած ժամանակ Աստված հոգի սառնի, ով իմ փոխարեն երկիրը կղեկավարի։ Ով գիտի, ժողովրդիս մեջ խռովություն կամ անհամաձայնություն ընկնի, ով կարգի կբերի, կամ թե թշնամին մեր հողը մտնի, ով մեր զորքերի գլուխը կկանգնի։ Բայց Վիսլավ թագավորն Իվանին ինչքան համոզեց, որ ետ պահի չստացվեց։ Իվանը հա իրենն էր պնդում։ Վերջը հոր օրհնությունն առավ, իրեն համար մի ձի ընտրեց ու ճամփա ընկավ, ինքն էլ չգիտեր, թե ուր։ Շատ գնաց, թե քիչ, սարերն ի վեր, թե ձորերն ի վար, հեքիաթը շուտ-շուտ է ասվում, բայց դե գործը շուտ չի արվում։ Վերջը հասավ մի բաց կանաչ դաշտի։ Տեսավ, այդ արձակ դաշտում մի սյուն է կանգնած, սյան վրա էլ էս խոսքերն են գրված. ով էս սյունից անցնի ուղիղ գնա, սոված տկլոր կմնա, ով առաջ գնա, առանց ձիու կմնա, բայց առոգ փառոգ կյանք կունենա, իսկ ով ձախ կողմը գնա, ինքը կսպանվի, ձին ողջ առողջ կմնա։ Արքայազն Իվանը գրությունը կարդաց ու գնաց աջ կողմը այն մտքով, որ թեկուզ ձին սպանվի էլ ինքը ողջ կմնա ու մի առժամանակ հետո ուրիշ ձի կճարի։ Մի օր գնաց, երկու, երեք, մին էլ դեմը մի ահռելի գորշ գայլ դուրս եկավ։ Էй, կտրիչ տղա, արքայազն Իվան, կարդացիր չէ, որ ձիդ կսատկի, ինչի էսպես եկար։ Գայլը այդ խոսքերն ասավ, արքայազն Իվանի ձիուն երկու կես արեց ու մի կողմ քաշվեց։ Արքայազն Իվանը շատ տխրեց իր ձիու համար, դարը արցունք թափեց ու ճամփան շարունակեց ոտքով։ Մի ամբողջ օր գնաց ու այնքան հոգնեց, որ էլ չասաց։ Հենց ուզեց նստի հանգստանա, գորշ գայլը հետևից հասավ ու ասաց. Մեղքս գալիս ես, արքայազն Իվան, որ այդպես հալից ընկել ես։ Ափսոսում եմ, որ թարլան ձիուդ խժռեցի։ Լավ, նստիր վրաս, ասա քեզ ուր տանեմ ու ինչի համար։ Արքայազն Իվանը գորշ գայլին ասավ, թե ուր են գնալու։ Գորշ գայլը ձիուց էլ արագ ճամփա ընկավ ու միառժամանակ անց ուղիղ գիշերվա կեսին արքայազն Իվանին բերեց ոչ այնքան բարձր մի քարե պատի մոտ, կանգ առավ և ասավ. Դե, արքայազն Իվան, իջիր վրայիցս, անցիր էս քարե պատից, պատի մյուս կողմում այգի է, այգում ոսկե վանդակ, մեջը հրեղեն հավքը նստած։ Դու հրեղեն հավքին կհանես, բայց ոսկե վանդակին ձեռ չտաս։ Եթե վանդակը վերցնես, էլ էստեղից դուրս եկողը չես,
իսկույն կբռնեն։ Արքայազն Իվանը պատի վրայով մտավ այգին։ Հրեղեն հավքին ոսկե վանդակում տեսավ ու շատ հավանեց։ Հավքին վանդակից հանեց ու ետ գնաց, բայց հետո միտք արեց ու ինքն իրեն ասավ. Ինչի եմ հրեղեն հավքին առանց վանդակի տանում, որտեղ եմ նրան պահելու։ Ետ դարավ ու հենց ոսկե վանդակը վերցրեց, այգում աղմուկ բարձրացավ, դու մի ասա, վանդակը զրնգուն լարերով կապված էր։ Պահակներն իսկույն արթնացան, վազեցին այգի, արքայազն Իվանին բռնեցին, հրեղեն հավքը ձեռքին ու տարան իրենց Դոլմատ անունով թագավորի մոտ։ Դոլմատ թագավորը շատ ջղայնացավ արքայազն Իվանի վրա ու բարձր կատաղած ձենով գոռաց թե. Ոնց չես ամաչում, ջահել տղա ես, գողություն ես անում։ Դու ով ես, որ երկրից ես, ինչ հոր տղա ես, անունդ ինչ է։ Արքայազն Իվանը պատասխանեց. Ես Վիսլավ թագավորությունից եմ, Վիսլավ Անդրոնովիչի որդին եմ, անունս էլ Արքայազն Իվան է։ Քո հրեղեն հավքը մեր այգու ճամփեն սովորել է, ամեն գիշեր գալիս է, իմ հոր սիրած խնձորենուց ոսկե խնձորները պոկում։ Հիմա ծառից բան չի մնացել, լրիվ փչացել է։ Դրա համար էլ իմ հերն ինձ ուղարկել է, որ հրեղեն հավքին գտնեմ, իր մոտ տանեմ։ Այ թե կտրիչ տղա ես, Արքայազն Իվան, ասաց Դոլմատ թագավորը։ Բա վայել է քեզ, քո արածը։ Գայր ինձ մոտ, հրեղեն հավքը ես ինքս պատվով քեզ կտայի։ Հիմա լավ կլինի, եթե ես ամեն տեղ հայտարարեմ, որ իմ երկրում քեզ անազնիվ ես պահել։ Բայց լսիր, Արքայազն Իվան, եթե դու ինձ ծառայություն անես, գնաս 30 սարից են կողմ, 30-րդ թագավորություն ու էնտեղի թագավոր Աֆրոնից ոսկեբաշ ձին բերես, ես քո մեղքերը կներեմ ու մեծ պատվով հրեղեն հավքը քեզ կտամ։ Իսկ եթե այդ ծառայությունը չանես, ամբողջ աշխարհով մեկ իմաց կտամ, որ դու խարդախ գող ես։ Արքայազն Իվանը Դոլմատ թագավորի պալատից շատ տխուր դուրս եկավ ու խոստացավ, որ ոսկեբաշ ձին կբերի։ Եկավ Գորշ գայլի մոտ ու ամեն ինչ պատմեց, ինչ Դոլմատ թագավորն ասել էր։ Այ դու կտրիչ տղա, Արքայազն Իվան, ասավ Գորշ գայլը, ինչի իմ խոսքին ականջ չդրիր ու ոսկե վանդակը վերցրիր։ Մեղավոր եմ քո առաջ, ասավ Արքայազն Իվանը։ Լավ, թող այդպես լինի, ասավ Գորշ գայլը։ Նստիր ինձ վրա, ես քեզ կտանեմ, ուր որ հարկնեմ։ Արքայազն Իվանը Գորշ գայլի մեջքին նստեց, գայլը նետի պես արագ պոկվեց, շատ վազեց թե քիչ, վերջը գիշերով հասավ Աֆրոն թագավորի երկիրը։ Եկավ սպիտակ քարով ձիանոցների մոտ կանգնեց և ասավ. Արքայազն Իվան, մտիր այդ սպիտակ ախոռները, հիմա ձիապանները խոր քնի մեջ են, ոսկեբաշ ձիուն դուրս բեր, մենակ թե պատից ոսկե սանձ է կախված, չվերցնես, թե չէ վատ կլինի։ Արքայազն Իվանը մտավ սպիտակաքար ախոռները, ձիուն բռնեց ու էնե ետ էր գալիս, պատին ոսկե սանձը տեսավ ու խելքը գնաց։ Սանձը մեխից հանեց ու էն հանելն էր, ձիանոցներով մեկ մի աղմուկ աղաղակ ընկավ, դու մի ասա, սանձը լարերով կապված էր։ Պահակ ձիապանները իսկույն արթնացան, վազ տվին Արքայազն Իվանին բռնեցին, տարան Աֆրոն թագավորի մոտ։ Աֆրոն թագավորը
սկսեց հարցուփորձ անել։ Այ թե կտրիչ ես, հա։ Ասա, որ երկրից ես, ինչ հոր տղա ես, անունդ ինչ է։ Արքայազն Իվանը պատասխանեց. Ես Վիսլավ թագավորությունից եմ, Վիսլավ Անդրոնովիչի որդին եմ, անունս էլ Արքայազն Իվան է։ Ախ, դու կտրիչ տղա, Արքայազն Իվան, ասաց Աֆրոն թագավորը։ Բա ազնիվ մարդու գործ է քո արածը։ Գայր ինձ մոտ, ես ոսկեբաշ ձին պատվով քեզ կտայի։ Իսկ հիմի լավ կլինի, որ ես ամեն տեղ լուր ուղարկեմ, որ դու քեզ անազնիվ ես պահել իմ երկրում։ Բայց լսիր, Արքայազն Իվան, եթե դու ինձ մի ծառայություն անես, գնաս 30 սարից են կողմ, 30-րդ թագավորություն ու գեղեցկուհի Ելենային բերես, ես վաղուց նրան հոգով սրտով սիրում եմ, բայց փախցնել չեմ կարողանում։ Ես քո մեղքերը կներեմ ու ոսկեբաշ ձին էլ ոսկի սանձով քեզ կտամ։ Իսկ եթե այդ ծառայությունը չանես, ուրեմն ես բոլոր երկրներին իմաց կտամ, որ դու անազնիվ գող ես ու բոլորին կգրեմ, թե իմ երկրում ինչ վատ բաներ ես արել։ Ինչ արած։ Արքայազն Իվանը Աֆրոն թագավորին խոստացավ գեղեցկուհի Ելենային բերել ու պալատից դուրս եկավ դառը լաց լինելով։ Եկավ գորշ գայլի մոտ ու գլխովն անցածը լրիվ պատմեց։ Այ դու, իմ կտրիչ տղա, Արքայազն Իվան, ասաց գորշ գայլը, ինչի դու իմ խոսքին ականջ չդրիր, ոսկե սանձը վերցրիր։ Մեղավոր եմ քո առաջ, ասաց Արքայազն Իվանը։ Դե լավ, թող այդպես լինի, շարունակեց գորշ գայլը։ Նստիր մեջքիս, ես քեզ կտանեմ այնտեղ, ուր պետք է։ Արքայազն Իվանը նստեց գորշ գայլի մեջքին։ Գայլը նետի պես թռավ ու ոնց որ հեքիաթներում են ասում, վրաս հասավ գեղեցկուհի Ելենա թագուհու երկիրը։ Եկավ մի ոսկե ցանկապատի մոտ կանգնեց, այդ ցանկապատի մեջ էլ մի հրաշալի այգի կար, ասավ. Դե Արքայազն Իվան, իջիր մեջքիցս ու նույն ճամփով, որով եկանք, ետ գնա։ Էնտեղ բաց դաշտում մի կանաչ կաղնի կա, դրա տակ ինձ սպասիր։ Արքայազն Իվանը գնաց այնտեղ, ուր ասված էր, իսկ գորշ գայլը նստեց այդ ոսկե ցանկապատի մոտ ու սպասեց, թե երբ պիտի գեղեցկուհի Ելենան դուրս գա այգի ման գալու։ Իրիկվա կողմ, երբ որ արևը սկսեց մայր մտնել ու հովն էլ արդեն ընկավ, գեղեցկուհի Ելենա թագուհին իր դայակների ու իշխանուհիների հետ դուրս եկավ այգին ման գալու։ Հենց որ նա մտավ այգի ու մոտեցավ այնտեղին, որտեղ որ գորշ գայլը ցանկապատի մյուս կողմում նստած էր, գայլը ցանկապատի գլխով թռավ, գեղեցկուհի Ելենային բռնեց, դրեց մեջքին, նորից ետ թռավ ու ինչքան ուժ ուներ վազեց։ Դուրս եկավ բաց դաշտը, այնտեղ կաղնու տակ Արքայազն Իվանը նրան էր սպասում։ Արքայազն Իվան, շուտ նստիր մեջքիս։ Արքայազն Իվանը թռավ գայլի մեջքին, գորշ գայլը Ելենային ու սրան տարավ, հանեց Աֆրոն թագավորի երկիրը։ Ինչքան դայակ, նաժիշտ ու պալատական իշխանուհի կար, գեղեցկուհի Ելենայի հետ այգում իսկույն լուր տվեցին պալատ ու հետապնդողներ ուղարկեցին գորշ գայլին բռնելու, բայց դե սրան չկարողացան հասնել, ետ դարձան։ Արքայազն Իվանը գեղեցկուհի Ելենայի հետ գայլին նստած սիրով զրույց էր անում։ Գեղեցկուհի Ելենան Արքայազն Իվանին շատ հավանեց։
Ու երբ Գորշ գայլը եկավ հասավ Աֆրոն թագավորի երկիրն ու արքայազն Իվանը պետք է գեղեցկուհի Ելենա թագուհուն տաներ պալատ, հանձներ թագավորին, այդ ժամանակ արքայազնը շատ տխրեց ու դառը արցունք թափեց։ Գորշ գայլը նրան հարցրեց, թե «Ինչի ես լաց լինում, արքայազն Իվան»։ Արքայազն Իվանը պատասխանեց, թե «Իմ հավատարիմ Գորշ գայլ, ես կտրիչ տղաս ինչպես լաց չլինեմ, հալ ու մաշ չլինեմ։ Ես գեղեցկուհի Ելենա թագուհուն սրտով սիրեցի, իսկ հիմի ոսկեբաշ ձիու փոխարեն պիտի Աֆրոն թագավորին տամ։ Եթե չտամ, Աֆրոն թագավորն ինձ ամբողջ աշխարհում պատվազուրկ կանի»։ «Շատ եմ քեզ ծառայել, արքայազն Իվան», ասավ Գորշ գայլը, «էս մի ծառայությունն էլ կանեմ»։ «Լսիր ինձ, արքայազն Իվան, ես գեղեցկուհու կերպարանք կստանամ ու կդառնամ Ելենա թագուհի, դու ինձ կտանես Աֆրոն թագավորին կտաս ու ոսկեբաշ ձին կառնես։ Նա ինձ կընդունի ու կպատվի իսկական թագուհու տեղ։ Երբ որ դու ոսկեբաշ ձին նստած արդեն շատ հեռացած կլինես, Աֆրոն թագավորին կխնդրեմ, որ թույլ տա գնանք բաց դաշտ ման գալու։ Հենց որ ես նաժիշտներով ու դայակներով, պալատական իշխանուհիներով դուրս գամ բաց դաշտ, դու ինձ հիշիր ու ես նորից քեզ մոտ կլինեմ»։ Գորշ գայլն այս խոսքերն ասավ, խփվեց գետնին, դարձավ գեղեցկուհի Ելենա, այնպես որ հնարավոր չէր տարբերել նրանց։ Արքայազն Իվանը գեղեցկուհու կերպարանքով Գորշ գայլին առած գնաց Աֆրոն թագավորի պալատ, իսկ գեղեցկուհի Ելենա թագուհուն պատվիրեց քաղաքից դուրս սպասել իրեն։ Արքայազն Իվանը ծպտված թագուհու հետ հենց մտավ պալատ։ Աֆրոն թագավորը շատ ուրախացավ, որ վերջապես ձեռք բերեց վաղուց երազած գանձը։ Ծպտված թագուհուն ընդունեց, իսկ ոսկեբաշ ձին տվեց արքայազն Իվանի։ Արքայազն Իվանը ոսկեբաշ ձին նստեց, քաղաքից դուրս եկավ, գեղեցկուհի Ելենային էլ վերցրեց ու քշեց գնաց Դոլմատ թագավորի երկիրը։ Ծպտված Գորշ գայլը գեղեցկուհու փոխարեն մնաց Աֆրոն թագավորի պալատում։ Մի օր, երկու օր, երեք օր, չորրորդ օրը եկավ Աֆրոնին խնդրեց, որ թողնի գնան բաց դաշտում ման գալու, որ թագուհին իր սաստիկ վիշտն ու տխրությունը ցրի։ Աֆրոն թագավորն ասաց. «Ախ իմ գեղեցկուհի թագուհի Ելենա, ես քեզ համար ամեն ինչ կանեմ, գնա բաց դաշտում ման արի»։ Ու իսկույն հրաման տվեց, որ դայակները, նաժիշտներն ու պալատական իշխանուհիները գեղեցկուհի թագուհու հետ դուրս գան բաց դաշտ զբոսնելու։ Արքայազն Իվանն էլ գեղեցկուհի Ելենայի հետ քաղցր զրուցելով ճամփա ընկած գնում էր ու մի պահ մոռացել էր Գորշ գայլի մասին։ Հենց հիշեց, ախ ասավ, ուր է հիմա իմ Գորշ գայլը։ Ասելն ու Գորշ գայլի հայտնվելը մեկ եղավ, կանգնեց արքայազն Իվանի առջև ու ասավ. «Դու նստիր մեջքիս, իսկ գեղեցկուհի Ելենա թագուհին թող հեծնի ոսկեբաշ ձիուն»։ Արքայազն Իվանը նստեց Գորշ գայլի մեջքին, իսկ գեղեցկուհի Ելենան ոսկեբաշ ձիուն ու գնացին Դոլմատ թագավորի երկիրը։ Շատ գնացին, թե քիչ, հասան այդ երկիրն ու Դոլմատ թագավորի քաղաքից 3 վերստ հեռու կանգ առան։ Արքայազն Իվանը դիմեց Գորշ գայլին. «Գորշ գայլ, իմ սիրելի ընկեր, դու լավություն ես ինձ արել, էս վերջինն էլ արա, չես կարող ոսկեբաշ ձի դառնալ, ես չեմ ուզում էս ոսկեբաշից զրկվել»։
տեղն ու տեղը Գորշ-գայլը խփվեց գետնին ու մի ոսկեբաշ ծի տարավ։ Արքայազն Իվանը գեղեցկուհի Ելենա Թագուհուն թողեց կանաչ մարգագետնում, Գորշ-գայլին հեծավ ու ձիու տեղ տարավ Դոլմատ թագավորի պալատը։ Դոլմատ թագավորը տեսավ արքայազն Իվանը ոսկեբաշ ձիուն նստած եկավ, շատ ուրախացավ, իսկույն պալատից դուրս եկավ, արքայազնին մեծ բակում դիմավորեց, համբուրեց նրա շաքար բերանը, աջ ձեռքը բռնեց ու տարավ սպիտակ քարով շինած պալատները։ Դոլմատ թագավորը հրամայեց քեֆ ուրախություն սարքել ու նստեցին նախշուն սփռոցներով կաղնե սեղանների շուրջ, կերան, խմեցին, զվարճացան, ուղիղ 2 օր ուրախացան։ Երրորդ օրը Դոլմատ թագավորը հրեղեն հավքը ոսկե վանդակով բաշխեց արքայազն Իվանին։ Իվանը հրեղեն հավքը վերցրեց, քաղաքից դուրս եկավ, գեղեցկուհի Ելենա Թագուհու հետ նստեց ոսկեբաշ ձին ու գնաց իր երկիրը, Վիսլավ Անդրոնովիչի թագավորությունը։ Իսկ Դոլմատ թագավորը հաջորդ օրը որոշեց իր ոսկեբաշ ձին բաց դաշտ հանել ու քշել։ Թամբել տվեց, հեծավ, գնաց արձակ դաշտ ու հենց ձիուն կատաղացրեց, ձին Դոլմատ թագավորին վայր գցեց, նորից Գորշ-գայլ դարձավ ու վազեց արքայազն Իվանի ետևից հասավ։ Արքայազն Իվան, ասավ, նստիր մեջքիս, իսկ Ելենա Թագուհին թող ոսկեբաշ ձիուն հեծնի։ Արքայազն Իվանը նստեց Գորշ-գայլի մեջքին, իսկ Ելենա Թագուհին ոսկեբաշ ձիուն ու շարունակեցին ճամփեն։ Երբ որ հասան այնտեղ, որտեղ Գորշ-գայլը արքայազն Իվանի ձիուն պատառ էր արել, Գորշ-գայլը կանգնեց ու ասավ. Դե արքայազն Իվան, ես քեզ հավատարիմ ու արդար ծառայել եմ։ Հրես, էն տեղն ենք հասել, որտեղ քո ձիուն 2 կես արի։ Հիմի իջիր մեջքիցս, դու ոսկեբաշ ձի ունես, նստիր նրա վրա, ուր կուզես գնա։ Սրանից հետո ոչ դու ինձ տեր, ոչ էլ ես քեզ ծառա։ Գորշ-գայլն այդ խոսքերն ասավ ու մի կողմի վրա գնաց ու կորավ։ Իսկ արքայազն Իվանը դառը լաց եղավ Գորշ-գայլի համար։ Հետո գեղեցկուհի Թագուհու հետ նստեցին ոսկեբաշ ձին ու ճամփա ընկան։ Շատ գնացին, թե քիչ, վերջը հայրական երկրից մի 20 վերստ հեռավորության վրա կանգ առան։ Ինքն էլ, գեղեցկուհի Ելենան էլ ձիուց իջան ու մի ծառի տակ պառկեցին, որ շոգից մի քիչ դադար առնեն։ Ոսկեբաշ ձին էլ կապեցին այդ ծառից, իսկ վանդակը հրեղեն հավքը միջին դրեցին կողքին։ Այդպես փափուկ խոտերի մեջ պառկած սիրով զրուցեցին ու պինդ քնեցին։ Հենց այդ ժամանակ արքայազն Իվանի եղբայրները Դմիտրին ու Վասիլին օտար երկրներից առանց հրեղեն հավքի դատարկաձեռն ետ էին դառնում իրենց հայրենիքը։ Պատահական եկան, դեմ առ դեմ հանդիպեցին իրենց քնած եղբորն ու գեղեցկուհի Ելենա Թագուհուն։ Ոսկեբաշ ձին ու հրեղեն հավքը տեսան, թե չէ, իրենց կորցրին ու որոշեցին փոքր եղբորը Իվանին սպանել։ Արքայազն Դմիտրին թուրը պատյանից հանեց, արքայազն Իվանին թրատեց, պատառ արեց։ Հետո գեղեցկուհի Ելենա Թագուհուն արթնացրեց ու հարց ու փորձ արեց։ Գեղեցկուհի աղջիկ, որ երկրից ես, ինչ հոր աղջիկ ես և անունդ ինչ է։ Գեղեցկուհի Ելենա Թագուհին, երբ արքայազն Իվանին սպանված տեսավ, շատ վախեցավ, սկսեց աղի արցունք թափել ու լացակումած ասաց. Ես գեղեցկուհի
Ելենա Թագուհին է։ Ինձ էստեղ է բերել արքայազն Իվանը, որին դուք սպանեցիք։ Դուք իսկական ասպետ կլինեիք, եթե նրա հետ բաց դաշտում կռվեիք ու հաղթեիք, թե չէ քնած մարդուն սպանելն ինչ քաջություն է։ Մարդը քնած թե մեռած, նույն բանն է։ Այդ պահին արքայազն Դմիտրին իր թուրը դեմ արեց գեղեցկուհի Ելենա Թագուհու սրտին ու ասաց. «Լսիր, գեղեցկուհի Ելենա, դու հիմա մեր ձեռքումն ես, մենք քեզ կտանենք մեր թագավոր հոր Վիսլավ Անդրոնովիչի մոտ, դու նրան պիտի ասես, որ մենք ենք բերել համ քեզ, համ հրեղեն Հավքին, համ էլ ոսկեբաշ-ձիուն, իսկ թե այդպես չես ասելու, հենց հիմա քեզ կսպանենք»։ Գեղեցկուհի Ելենա Թագուհին վախեցավ, խոստացավ ու բոլոր սրբություններով երդվեց, որ կասի այն, ինչ հրամայված է։ Այդ ժամանակ Դմիտրին ու Վասիլին սկսեցին իրար մեջ վիճակ գցել, թե ում Ելենա Թագուհին կընկնի, ում ոսկեբաշ-ձին։ Վիճակն այնպես դուրս եկավ, որ գեղեցկուհի Ելենա Թագուհին պիտի հասներ արքայազն Վասիլիին, իսկ ոսկեբաշ-ձին արքայազն Դմիտրիին։ Վասիլին վերցրեց գեղեցկուհի Ելենա Թագուհուն, նստեցրեց իր ձիուն, Դմիտրին էլ հեծավ ոսկեբաշ-ձին, հրեղեն Հավքն էլ վերցրեց, որ հանձնեն հորը Վիսլավ Անդրոնովիչ թագավորին ու ճամփա ընկան։ Արքայազն Իվանը այստեղ մի 30 օր ընկած մնաց, մինչև որ գորշ գայլը վրա հասավ ու հոտից ճանաչեց նրան։ Ուզեց օգնել, կենդանացնել, բայց թե ոնց չգիտեր։ Այդ ժամանակ էլ երկնքում մի ագռավ իր երկու ձագերով պտտվում էին, որ իջնեն դիակի վրա լեշն ուտեն։ Գորշ գայլն էս որ տեսավ, մտավ թփի տակ ու հենց ագռավի ձագերն իջան ու սկսեցին Իվանի մարմինը կծահարել, գայլը թփի տակից դուրս պրծավ, մի ձագին բռնեց, ուզեց երկու կես անի։ Ագռավը վեր թռավ, գորշ գայլից մի քիչ հեռու իջավ և ասավ. «Գորշ գայլ, իմ մատղաշ երեխին ձեռք չտաս, նա հոգեզ բան չի արել»։ «Լսիր, ագռավ, ագռավորթի», ասավ գորշ գայլը, «ես քո զավակին ձեռք չեմ տա ու առօգ փառոգ կպահեմ, եթե դու ինձ մի լավություն անես։ Թռչես, գնաս 30 սարից էն կողմ 30-րդ թագավորություն ու էնտեղից համ մեռյալ, համ անմահական ջուր բերես»։ Ագռավ ագռավորթին գորշ գայլին ասավ. «Ես այդ լավությունը քեզ կանեմ, մենակ թե իմ որդուն ձեռք մի տուր»։ Ագռավն էս խոսքն ասավ ու թռավ, աչքից կորավ։ Երրորդ օրը ագռավը ետ տարավ, հետը 2 սրվակ ջուր բերեց, մեկի մեջ անմահական ջուր էր, մյուսի մեջ մեռյալ, տվեց գորշ գայլին։ Գորշ գայլն այդ սրվակներն առավ, ագռավի ճուտին 2 կես արեց, մեռյալ ջրից շաղ տվեց, 2 կեսերն իրար կպան, անմահական ջրից շաղ տվեց, ագռավի ճուտը իրեն թափ տվեց ու թռավ։ Հետո գորշ գայլը նոր բերեց արքայազն Իվանի մարմինը, մեռյալ ջրով ցողեց, մարմնի մասերն իրար կպան, անմահական ջրով էլ ցողեց, արքայազն Իվանը վեր կացավ և ասավ. «Էս ինչի էսքան երկար քնեցի»։ Գորշ գայլն էլ թե. «Հա, արքայազն Իվան, ընդմիշտ էլ կմնայիր քնած, թե ես չլինեի, ախր ախպերներդ քեզ կտոր են արել ու գեղեցկուհի Ելենա Թագուհուն ոսկեբաշ-ձիու ու հրեղեն Հավքի հետ առել գնացել են։ Հիմա ինչքան հնար ունես, շուտ արա, հասիր,
Քո աղբեր Վասիլին այսօր ամուսնանում է քո հարսնացուի գեղեցկուհի Ելենայի հետ, բայց որպիսի շուտ տեղ հասնես, ավելի լավ է նստիր մեջքիս, ես քեզ կտանեմ։ Արքայազն Իվանը գորշ գայլին նստեց, գայլը նրան թռցրեց Վիսլավ Անդրոնովիչ թագավորի երկիրը։ Շատ վազեց թե քիչ, վերջը հասցրեց իրենց քաղաքը։ Արքայազն Իվանը գայլի մեջքից իջավ, մտավ քաղաք ու պալատ հասավ այն պահին, երբ իր աղբեր Վասիլին գեղեցկուհի Ելենա թագուհու հետ արդեն պսակադրությունից եկել բազմել էր սեղանի մոտ։ Մտավ պալատ ու գեղեցկուհի Ելենան հենց նրան տեսավ, իսկույն սեղանից վեր թռավ, գնաց Իվանին փաթաթվեց, շաքար շուրթերը համբուրեց և ասաց. «Սա է իմ սիրած փեսացուն, արքայազն Իվանը, ոչ թե այն չարագործը, որ սեղանին բազմել է»։ Վիսլավ Անդրոնովիչ թագավորը տեղից վեր կացավ ու սկսեց գեղեցկուհի Ելենային հարցուփորձ անել, թե էդ ինչ բան է, ինչի մասին է խոսքը։ Գեղեցկուհի Ելենան ամբողջ եղելությունը պատմեց, թե ոնց է արքայազն Իվանը իրեն գտել, ոնց է ոսկեբաշծին ու հրեղեն հավքը ձեռք բերել ու ոնց են եղբայրները նրան քնած տեղը սպանել ու իրեն էլ ստիպել, որ սուտ խոսի։ Վիսլավ թագավորը շատ զայրացավ իր մեծ ու միջնեկ որդիների վրա ու նրանց բանտարկել տվեց։ Իսկ արքայազն Իվանը ամուսնացավ գեղեցկուհի Ելենայի հետ ու սկսեցին հաշտ ու համերաշխ ու այնքան սիրով ապրել, որ մեկն առանց մյուսի մի րոպե չէր կարող մնալ։